Հասանք։ Շատ շնորհակալ եմ, որ ուղեկցեցիր։ Ես էլ եմ շնորհակալ։ Ինչի համար։ Ալինա Կարապետյան, 28 տարեկան, թարգմանչուհի է, ամուսնացած չէ։ Դե որ թույլ տվեցիր քեզ ուղեկցել։ Լավ, կբարձրանաս վերև, մի բաժակ սուրճ խմի, նոր կգնաս։ Սուրճ։ Չեմ հրաժարվի։ Եթե հյուրասիրում ես, գալիս եմ։ Սոս Ջաղինյան, 30 տարեկան, ոսկերիչ է, ամուսնացած չէ, չի աշխատում։ Հրասիրում եմ, արի։ Դե սոս, ուրեմն խոստացիր, որ մենք միասին կգնանք այդ ներկայացումը կնայենք։ Քո պատմածից հասկացա, որ շատ հետաքրքիր է։ Անպայման կգնանք։ Ես այս քանի օրը տոմսերը կվերցնեմ։ Ու կգնանք։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Ռոբ։ Բարոյ։ Արձես։ Սոս, ծանոթացի, Ռոբերտը իմ մանկության ընկերն է։ Ռոբերտ Սայադյան, 33 տարեկան, Ալինայի նախկին ընկերն է։ Մի քանի օր է, ինչ կալանավայրից ազատ է արձակվել։ Ուրախ եմ, սոս։ Ռոբ, դու նստի, ես գնամ քեզ համար սուրճ բերեմ։ Չէ, չեմ ուզում, մերսի։ Լավ, ես պետք է գնամ, շատ շնորհակալ եմ սուրճի համար։ Շատ համեղ էր։ Վաղը կհանդիպենք։ Անպայման։ Հաջողություն։ Հաջողություն։ Ալինա, այսօր էր։ Սոսի քույրը ու ես միասին ենք աշխատում ու առիթներից մեկի ժամանակ ծանոթացանք ու ընկերացանք։ Իսկ ինքը հաճախ է քեզ հյուր գալիս։ Ընդհանրապես մենք շատ հաճախ ենք հանդիպում ու շատ լավ ընկերներ ենք։ Իսկ հնարավոր է ձեր հանդիպումների հաճախականությունը կրճատել։ Չեմ հասկանում, թե մեր ընկերության մեջ քեզ ինչը դուր չի գալիս։ Ալինա, տղայի եւ աղջկա մեջ հենց այնպես ընկերություն չի լինում։ Ինչու՞։ Կարծում ես, որ մենք այդքան զարգացած չենք, թե բոլորին քո չափով ես չափում։ Ես զարգացվածության մասին չեմ խոսում։ Լավ, գիտես ինչ։ Ինձ դուրս չի գալիս, որ դու առանց ինձ զգուշացնելու եկել ես իմ տուն եւ խառնվում ես իմ անձնական գործերի մեջ։ Կարծեմ մենք վերջերս խոսեցինք ու ես քեզ ասացի, որ չեմ ուզում քեզ հետ ընդհանուր ոչինչ ունենալ։ Այնպես որ դու իրավունք չունես ինձ արգելել ինչ-որ բան։ Ալինա, այդ տղան ուղղակի ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Ես շատ կզարմանայի, որ ինքը քեզ դուր գար։ Լավ, ինչի ես եկել։ Ուղղակի որ խոսենք Հասկացի, ես էլ չեմ ուզում, որ մենք միասին լինենք ու շփվենք։ Ընդհանրապես։ Ու խնդրում եմ, գնա, հա։ լավ Ալինա։ Ոնց տեսնում եմ դու հաստատ ես քո որոշման մեջ։ Ուղղակի քեզ մի խորհուրդ։ Այդքան շուտ մի նվիրվի մարդկանց ու քեզ այդքան մոտ մի թող մարդկանց, լավ, այդ ճիշտն է։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ անում։ Լավ կներես, որ քեզ խանգարեցի։ Շնորհակալ եմ։
Գեղեցիկ է, չէ՞։ Նայեմ։ Օ, ինչ սիրուն արծաթյա մատանի է։ Շնորհավոր։ Տեսնում ես եղբայրս ինչ ճաշակ ունի։ Բա, ասում ես։ Հա, Լիան, ինչ որոշեցիր։ Գալիս ես այսօր մեզ հետ թատրոն։ Չէ, ձեզ հետ գալիս եմ ինչ անեմ։ Ես ավելի կարևոր գործ ունեմ։ Լիանա Ջաղինյան, 28 տարեկան, Ալինայի գործընկերուհին է, Սոսի քույրը, ամուսնացած չէ։ Ու կարելի է իմանալ ինչ։ Նա իմ հին ծանոթներից մեկը հրավիրել է զբոսնելու, ես էլ առաջարկը ընդունել եմ։ Նոր սիրավ է։ Դե հիմա ոչ ոք չեմ կարող ասել։ Ավելի լավ է դուք ձեզանից պատմեք։ Եղբայրս դեռ ամուսնության առաջարկ չի արել։ Մեր մոտ ամեն շատ լավ է, բայց դեռ բան դրան չի հասել։ Գիտես չէ, ես ամեն օր ավելի ու ավելի եմ տարվում Սոսով։ Լուրջ։ Ես իր կողքին ինձ սիրված եմ զգում։ Շատ ու շատ իր իմ նկատմամբ։ Չես պատկերացնի ինչ ռոմանտիկ են անցնում մեր ժամադրությունները։ Բայց իմ եղբայրն է, ես իրան լավ գիտեմ, ինքը շատ ռոմանտիկ է։ Ու իր կողքին յուրաքանչյուր աղջիկ իրան միշտ երջանիկ կզգա։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ինքը կարդում է իմ մտքերը։ Անում են ինձ բաներ, որ միշտ երազել եմ, ասում են ինչ ուզում եմ լսեմ։ Միասին անցկացրած մեր ամեն մի րոպեն ոնց որ հեքիաթ լինի։ Իսկ դուք համբուրվել եք։ Չեմ ասի։ Սիսնա։ Ալո։ Բարև Ալինա ջան, շատ ես զբաղված, ոչ խանգարեցի քեզ։ Չէ, ինչ ես ասում, ես հիմա ազատ եմ։ Ալինա ջան, այսօրվա մեր պայմանավորվածությունը ուժի մեջ է, չէ՞։ Հա, իհարկե։ Դե ուրեմն գործից հետո կգնաս տուն, ես ժամը 6-ի կողմերը կգամ քո ետևից։ Եղավ կյանքս։ Դե համբուրում եմ քեզ։ Ես էլ եմ համբուրում։ Եղավ կյանքս։ Ահա ինչ։ Ոչ մի բան։ Լիանչիկ, եկար։ Այս դու տանն ես հլը։ Ահա։ Դու Ալինայի հետ պայմանավորված չես։ Դեռ շուտ է։ Լսի գիտես, այդ քո ընկերուհին ձեր սիրո պատմություններով արդեն ականջներս լված։ Լուրջ ես ասում։ Մինչև ականջնայի ծայրը սիրահարվել է քեզ։ Էլ չգիտի որ։ Լավ է, շատ լավ է։ Դու չգիտես, որ սիրահարված մարդիկ հանուն սիրո ամեն ինչի պատրաստ են։ Մեզ էլ հենց այդ է պետք, չէ՞։ Լավ, հիմա դու ինձ ասա, երբ ես պատրաստվում անցնել խաղի բուն թեմային, հա։ Լիանչիկ, դեռ շուտ է։ Ինչն է շուտ, արդեն ահագին ժամանակ է դուք իրար հետ շփվում եք։ Լիանչիկ ջան, եթե մի բան ասում եմ, ինձ լսի։ Որ ասում եմ շուտ է, ուրեմն շուտ է։ Ժամանակը կգա, հետո կանցնենք գործի։ Դեռ ժամանակ կա, համբերի, մի քիչ համբերություն ունեցի էլի։ Նայիր, հանկարծ չսիրահարվեք։ Դե չէ, ինչ կանես։ Արխային, հանգիստ, չեմ սիրահարվի։ Ես ոչ մի բան դու պիտի անես, ես ինչ պիտի անեմ։ Լավ, ոնց պայմանավորվեցինք։ Եղավ։ Ո՞վ է։ Ալո, Լիան, ինչի աշխատանքի չես եկել, հո բան չի պատահել։ Հա, Ալին ջան, ես շատ զբաղված եմ, հիմա չեմ կարող խոսալ, հետո կխոսենք, լավ։ Լիան, ինչ ա եղել, Սոսին էլ զանգում եմ, չի պատասխանում։ Ալին ջան, ես հիմա շատ զբաղված եմ, ուղղակի չեմ կարող խոսել, ես խնդրում եմ քեզ տնօրենին ասա, որ այսօր աշխատանքի չեմ գալու, հետո անպայման կխոսենք, լավ, ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ, լավ։ Բայց ինչ ա եղել, Լիան, ալո։
Հաստատ մի բան չի։ Ոնց էր։ Շատ լավ էր։ Լավ էր։ Հիմա երևի Հարիֆի սիրտը կանգնել է։ Լսի, գիտես, այդ խեղճ Հարիֆի սիրտը այն ժամանակ կկանգնի, երբ որ ինքը մի օր առավոտյան կարթնանա ու կտեսներ, որ ոչինչ այլևս չունի։ Էդ էլ կա։ Ճիշտ ես ասում։ Բայց մենակ ձեն է լսել, ինչ վախեցած է։ Ինչ հայաղ է զանգում, սոսների առախոսը չի վերցնում։ Բայց դու էլ լավ լացեցիր։ Բայց քո առախոսը ուրա, դու ինչ չես վերցնում։ Հարի Լենջան։ Ինչ լավ արեցիր եկար։ Ասա տեսնեմ ինչ ա եղել, անհանգստությունից մեռա։ Վայա, Ալեն խոսալս չի գալիս, որ իմանաս սոսի գլխին ինչ ա եկել։ Ինչ ա եկել։ Ով չգիտեմ ոնց ասեմ, սիրտս կանգնում է արդեն։ Լավ, արդեն հիմա իմ սիրտն է կկանգնի, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Լսի, սոսը մեր ծանոթներից մեկից $20,000 ոսկյա զարդեր ա վերցրել, որ այդ զարդերը տանի երկրից դուրս վաճառի։ Բայց ինչ։ Բայց այդ ոսկեղենը չկա։ Ոնց չկա։ Լսի, չգիտեմ, ինչ որ մեկը իմացել է, որ մենք տանը չենք, մեր բացակայությունից օգտվելով այդ ոսկեղենը տարել են։ Բայց ոնց կարող էր տենց բան լինել։ Ես չգիտեմ, սոսը արդեն խելագարվում է, այլ չգիտի արդեն գլուխը որ պատին տա, այդ ապրանքատերը իրա փողն ա ուզում, այն մեկը իրա պարտքն ա ուզում։ Մենք արդեն չգիտենք ինչ անենք։ Ոստիկանություն դիմել եք։ Դիմել ենք, ոստիկանությունը եկել է, ամբողջ տունը նայել են, ոչ մի հետ, ոչ մի նշույլ չկա։ Լավ, Լենջան, հանգստացի։ Կարող է դեռ գտնվեն այդ գողերը։ Ով չգիտեմ, տա Աստված, Ալին, տա Աստված գտնվեն, թե չէ այդքան գումարը լրիվ մնալի է սոսի վրա։ Ես չգիտեմ, այդ ոնց Ես պատկերացնի սոսի վիճակը, տեղը չի գտնում, ամբողջ օրը սենց տանը անհանգիստ ման ա գալիս, այդ քիչ գումար չի էլ իր համար։ Ալին ջան, այդ իմացող մարդ ա եղել։ Հա, մեծ հաստատ։ Լավ, սոս, դու ոչ մեկի վրա չես կասկածում։ Ալինա ջան, կասկածում եմ, բայց դե ոչ մեկին գողության վրա չեմ բռնել ու չեմ կարող մեկնումեկին մեղադրել։ Ոչ մի բան չեմ կարող ասել։ Նետել ես ճիշտ ասում։ Էդ հեչ։ Գիտես ինչի մասին եմ մտածում։ Մտածում եմ, թե այդ փողերը ոնց են փակելու։ Այդ ապրանքատերերը, որ իմանան իմ մոտ փող չկա, ինձ գիտես ինչ կանեն։ Եթե հանկարծ մեկի փողը ուշացնեմ, ինձ կխեղդեն։ Սուս է, սարսափելի է, գոնե այս բնակարանը մերը լիներ։ Գրավ կդնեինք, այդ գումարը կտայինք, հետո էլ քիչ-քիչ կմարեինք, կվերջացնեինք։ Գոնե այդպես լիներ։ Հիմա ինչ ենք անելու չգիտեմ։ Սոս, իսկ եթե իմ բնակարանը գրավ դնենք։ Չէ, պետք չի։ Բայց ինչի։ Չէ, Ալին ջան, իհարկե ես շատ շնորհակալ եմ, որ դու տենց բան ես առաջարկում, բայց ես անձամբ չեմ կարա քո առաջարկը ընդունեմ, որովհետև ես չեմ ուզում, որ մեր պատճառով դու անախորժ վիճակի մեջ ընկնես։ Չէ, բայց անախորժ վիճակ չի լինի։ Բնակարանը իմ անունով է։ Պապան նվիրելուց առաջ իմ անունով է գրանցել, բոլոր փաստաթղթերը կան։ Հետո ինչ անախորժ վիճակ պիտի լինի։ Դե ասենք ծնողներդ կիմանան։ Դե բանը դրան չի հասնի։ Մենք բնակարանը գրավ կդնենք, սոսը պարտքը կփակի, իսկ հետո մենք կաշխատենք միասին ու գրավի գումարը կտանք։ Չէ, ես համաձայն չեմ։ Բայց ինչի սոս։ Դե որովհետև չեմ ուզում, որ քեզ նեղություն պատճառեմ։ Ինչ նեղություն։ Եթե իմ հետ նման բան լիներ, դու ինձ չէիր օգնի։ Դե կօգնի, իհարկե կօգնի։ Բայց տեսնում ես։ Ալին, ես շատ շնորհակալ եմ քեզանից։ Ես ինքան երջանիկ եմ, որ քո նման ընկերուհի ունեմ։ Շատ։ Լիանան ճիշտ է ասում։ Դու հրաշք ես։ Քո փոխարեն եթե մեկը ուրիշը լիներ, հաստատ նման առաջարկ չեր անի։
Մեր վախտը բերել ասոս։ Դրա համար էլ ես քեզ շատ եմ սիրում։ Դե լավ, ուրեմն հենց վաղվանից այդ գործերով կզբաղվեմ։ Լավ։ Ամեն ինչ լավ կլինի, մի մտածեք։